Բարի հաջողում ժողովուրդ ջան։ Բարի օր ժողովուրդ ջան, բարի օր։ Էլի եկել եմ վաղվային տանջելու։ Ես իշքան նկատել եմ, իմ նկարելս որ մենակ կնկարեմ։ Ես ինձ հետ լավ չեմ խոսա, էլի։ Հետո բաները շատերն է նկատողություն կենեն, թե չգիտեմ, ռուսերեն բառեր շատ կօգտագործես, բուրկինո ֆասոյեն շատ կխոսաս։ Նորմալ վաղո հետո կխոսա, վաղո լավ էլ է, ինքը ավելի լավ կպատմի։ Այ երջանկա հիշատակ պապիս կհիշեմ, իրանք բոլորը կապված էին ու իրանց համար մեծ ողբերգություն էր, որ լուսավորչի եկեղեցին Գեղածոտ ջամ կոչվածը փակվել էր, պահեստ էր դարձել։ Ու ինքը ամեն կիրակի օր մեզի իրա թորներին որ մեզի կվերցներ հետը, ես հետը շատ եմ գնացել։ Կեշտայինք ինքը 3 ռուբլի էր, թե 1 ռուբլի է մեջ չեմ հիշել, ես խելքս չէր հասնի, ու էլի պես պապիկներ կուկային փող կուտային այդ պահեստաբեդին, կմտնեին եկեղեցու մեջը լիքը կանաչ գույնի, ինչ որ երևի զինվորական պահեստ էր։ Ինչ-որ կանաչ գույնի մեծ արկղեր էին շարած, ես այդպես կհիշեմ։ Այդ արկղերի արանքով բանով կեշտայինք այդ Սուրբ Խորանի աջ կողմը սենյակը, դադարք սենյակ էր։ Մի հատ փոքր բանից, երկաթից արկղ էր դրած, այսքան։ Շատ նման էր, հետո հիշեցի փամփուշտի ցինկին։ Ու մեջը ավազ էր լցած։ Դոր մեջ մոմ կվառեին։ Շաբաթօրը մեզի մոմ առնել կուդար պապը կտաներ։ Ու իրանց կռիվներ պապի ու տատի կոնֆլիկտը ինչի մեջ էր, տատս գյուրեցու աղջիկ էր, սուլտանեցեն էր, ու իր այդ սուլտանյան ազգանունով շատ հպարտ, գայնոյին աղջիկ չէր, եղբայրս, հայրիկս, բան, Հարիգես, եղբարս, հարիգես, մարիգես, եղբարը շատ բարձրակարգ մեղվապահ էր, շատ մեծ փետակներ ուներ, ողորմի իրան լիքը ոսկի ուներ պահած, շատ հարուստ մարդ էր եղել մեղվապահությամբ, ու պապս միշտ կիրակի առավոտ էր գնա յոթվեր, կպա գիմրեցու լագոդես չէ, բա յոթվեր չեշտաս։ Այսինքն այդ վիրավորանքը մնացել էր Ղարսեցոնց մեջ,